Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գործողություններն Ուկրաինայի վերաբերյալ վկայում են Ռուսաստանից ռևանշ պահանջելու ցանկության մասին, հայտարարել է ամերիկացի քաղաքագետ Գիլբերտ Դոկտորուն։ Նրա խոսքով վերջին շրջանում Գերմանիայում հասարակական մտքի տեղաշարժ է տեղի ունեցել դեպի արմատականացում։ Դա սկսել է մոտ 10 տարի առաջ, երբ երիտասարդ գերմանացիներին սկսել են ներշնչել, որ նրանք չպետք է պատասխանատվություն կրեն իրենց նախնիների հանցագործությունների համար, կարծում է փորձագետը։ Զարգանում են ամենաիսկական ռևանշիստական տրամադրությունները, Մերցը հույս ունի, որ Ռուսաստանի պատասխանի դեպքում իրեն կփրկի ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը, եզրափակել է քաղաքագետը։ Եմեն չպետք է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը կախվածության մեջ դնի Ուկրաինայում հակամարտության ավարտից, հայտարարել է Եվրախորհրդարանի падգամավոր Ֆերնան Քարթայզերը։ Խորհրդարանականի խոսքով Եվրոպան կարող է օգնել Ուկրաինային և միաժամանակ բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Քարթայզերը ԵՄ-ին առաջարկել է հակամարտության ավարտից հետո կենտրոնանալ հումանիտար օգնության, ժողովրդավարության վերականգնման, ինչպես նաև Եվրոպայում հանցագործության այլ ձևերի ստեղծման վրա։ Մինչ այդ падգամավորը նշել էր այն երկրները, որոնք վերացրել են Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հեռահարության սահմանափակումները, դառնում են հակամարտության մաս։ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է հանգեցնել Եվրոպայի ֆինանսական ողբերգության և տնտեսական փլուզման, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին հավասարազոր կլինի ֆինանսական ողբերգության և տնտեսական ինքնասպանության։ Ընդհանուր առմամբ Ուկրաինայի անդամակցությունը տնտեսական հետևանքներ կունենար, որոնք կկործանեն եվրոպական տնտեսությունը, ասել է քաղաքական գործիչը։ Օրբանը նշել է եվրոպական երկրների բնակիչների շրջանում հոռետեսության ամրապնդումը Ուկրաինայի եվրոինտեգրման վերաբերյալ։ Ղազախստանի մասնագետները արգելել են Ադրբեջանից 152 տոննա արտադրանքի ներկրումը։ Խոսքը 152 տոննա ընդհանուր քաշով բուսաբուծական արտադրանքի 9 խմբաքանակի մասին է։ Միջազգային անցակետերում փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ Ադրբեջանից ներմուծվում են անվավեր բուսասանիտարական վկայականներով ապրանքներ։ Արտադրանքը վերադարձվել է արտահանող երկիր։ Բացի այդ, մաքսային և լոգիստիկ տերմինալներում կրկնակի ստուգման ժամանակ վնասատուներ են հայտնաբերվել Ադրբեջանից ժամանած ավելի քան 400 տոննա քաշ ունեցող լոլիկի, կարտոֆիլի և խնձորի 18 խմբաքանակներում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, եվրոպական երկրները պետք է խստացնեն իրենց հավաքական դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ, եթե նա չկարողանա համարժեք արձագանքել Գազայի հատվածի հումանիտար իրավիճակին։ Սինգապուրում Մակրոնը նաև հայտարարել էր, որ Գազայի հատվածում խորացող սովի ճգնաժամի պատճառով Իսրայելի վրա աճող միջազգային ճնշումը գործողություններ է պահանջում առաջիկա ժամերին և օրերին։ Նա նաև պնդել է, որոշակի պայմաններում Պաղեստինյան պետության ճանաչումը ոչ միայն բարոյական պարտականություն է, այլև քաղաքական անհրաժեշտություն։